Իրավաբանեթը շարունակում է ազգային ժողովի ընտրություններ 2026 իրավական հարցերը քաղաքական օրակարգում նախագիծը, որի շրջանակում կզրուցենք Միասնության թեւեր կուսակցության պատգամավորի թեկնածու Աստղիկ Մատինյանի հետ։ Բարեցես Տիկին Մատինյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ողջույն, շնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռելու համար։ Տիկին Մատինյան, ըստ ձեզ, ինչ է արդարադատությունը եւ որքանով է այն արտահայտված ձեր քաղաքական ուժի նախընտրական ծրագրում։ Արդարադատությունը նախ եւ առաջ ասենք, որ արդարության հասնելու համար ամենակարևորագույն գործիքն է։ Գիտեք, շատ հետաքրքիր է ծրագրային դրույթներում արդարության վերաբերյալ եւ արդարադատության վերաբերյալ ուղերձների նախատեսումը, բայց մի հետաքրքիր բան կա, գեղեցիկ ծրագրեր, կատարյալ ծրագրեր, նույնիսկ կատարյալ օրենքներ կարող են ներկայացնել բոլորը, այսօր դա բավականին հեշտ է ստացվում մարդկանց մոտ, բայց շատ կարևոր է թե այս ծրագրերի, ծրագրային դրույթների հետևում ովքեր են կանգնած։ Այսինքն ծրագրերը կյանքի կոչողներն ովքեր են։ Մեր Միասնություն թեւեր կուսակցության նախընտրական ծրագրում մենք հատուկ անդրադարձ ենք կատարել արդարության կոմպոնենտին եւ այստեղ մեզ համար շատ կարեւոր է, որ արդարության եւ արդարադատության պատասխանատուները լինեն նախ եւ առաջ այնպիսի անհատներ, ովքեր հիմնված կլինեն գիտելիքի, փորձի եւ պրոֆեսիոնալիզմի վրա։ Այսինքն մեզ համար շատ կարեւոր է, որ այս ծրագրերի իրականացման հետևում կանգնած լինեն նման մարդիկ։ Պետությունը ինքն իրենով առաջին հերթին ցկտում է հասնել հասարակության մեջ արդարության իրականացմանը, սա գերնպատակ է եւ սա որևէ քաղաքական ուժի համար կարծում եմ, որ առանցքային խնդիր է։ Այսինքն ճշմարտության եւ արդարության հասնելու նպատակը բոլորիս համար մնում է անբեկանելի վաղնջական ժամանակներից մինչև այսօր։ Պարզապես խնդիրը թե արդարության հասնելու ճանապարհը ինչպես ենք մենք կառուցում եւ մենք մեր քաղաքական թիմը հայտարարություններից փորձել է ավելի ինստիտուցիոնալ կարգավորումների միջոցով հասնել այդ արդարադատության իրականացմանը մեր երկրում։ Նախ եւ առաջ նշեմ, որ կարևորագույն գործոնը հանդիսանում է դատական համակարգի ապա քաղաքականացված լինելը, ինչը կարծում եմ գաղտնիք չէ ու մեզանում անընդհատ խոսվել է դրա մասին 90-ական թվականներից մենք ականատես ենք դատաիրավական բարեփոխումների այս չընդհատվող շղթային, այնուամենայնիվ շարունակում են խնդիրները մնալ եւ դատական համակարգի անկախության հետ կապված եւ ընդհանուր հասարակության մոտ վստահության ընկալման իրենց ավելի պաշտպանված զգալու հարցերի հետ կապված։ Ինչու՞մն է խնդիրը։ Խնդիրը նախ եւ առաջ կայանում է նրանում, որ այսքան փորձերից հետո այնուամենայնիվ չի հաջողվում դատարանների բացարձակ անկախությունը ապահովել մեր երկրում։ Սա պայմանավորված է եւ դատավորների նշանակման մեխանիզմով, որը մեր թիմը եւս կարծում է, որ դեռևս անկատար է, ինչպես նաեւ դատավորների գործունեության ընթացքում գործադիր իշխանության կողմից միջամտությունների այս շարունակվող եւ արատավոր պրակտիկայի մեջ ընդհուպ օրինակ կարգապահական բարույթների հետ կապված գործադիր իշխանության այս միջամտությունը, որը կարծում ենք անթույլատրելի է, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործադիրի նախաձեռնությամբ։ Եվ այստեղ շատ կարևոր ենք համարում նաեւ ինստիտուցիոնալ առումով եւ դատարանների աշխատակազմերի վերազինումը եւ այն բոլոր ռեսուրսների մարդկային հատկապես ռեսուրսների ավելացումը, որը այսօր գերխնդիր է դարձել եւ պատճառ է հանդիսանում, որ մենք ունենանք այս ցկցկված վարույթները, դատավորների ծանրաբեռնվածությունը, որոնք բնականաբար նրանց թույլ չեն տալիս ավելի կենտրոնանալ պրոֆեսիոնալիզմի եւ արդարամտության հարցերի շուրջ եւ փորձում են ամեն կերպ գործերին արագ ընթացք տալով այդ գործեր ուղղակի փակել վերացնել ավելի քիչ անդրադառնալով հենց այն բուն խնդրին, որը կարծում եմ արդարության ամենակարևոր հրամայականն է, որովհետև մեզանում շատ ընդունված է կարծել, որ արդարությունը եւ արդարադատությունը որպես դրա գործիք, կարծես թե ինչ որ պատժիչ, զսպիչ մեխանիզմ է հասարակության համար։
Մինչդեռ արդարադատության հիմնական ուղերձը կայանում է հասարակության մեջ ներդաշնակություն ապահովել, այսինքն որ յուրաքանչյուր քաղաքացի, մեր երկրում ապրող յուրաքանչյուր մարդ իրեն զգա պաշտպանված, իրեն զգա ապահով արդար դատական քննության իրավունք ունենալու եւ իր իրավունքները օրենքով նախատեսված բոլոր եղանակներով պաշտպանելու հետ կապված։ Դրա համար նաև մեր ծրագրում նախատեսել ենք ավելացնել դատավորների, պրոֆեսիոնալների թիվը, սա վերաբերում է նաև հակակոռուպցիոն դատարաններին, որտեղ նույնպես մենք ունենք ձգձգված գործերի այս շղթան եւ այս ավելացումը համապատասխանեցնել եվրոպական երկրների չափանիշներին, ինչը մեր հաշվարկներով մոտ 50%-ով կրճատելու է այս արատավոր շղթան ու այս գերծանրաբեռնվածությունը, ինչը այսօր տիրում է դատական համակարգում եւ նաեւ շատ կուզեի ավելացնել դատարանների աշխատակազմերում դեռևս գործող բարեվարքային մշակույթի, չնայած այստեղ մշակույթ բառը այդքան էլ տեղին չի, որովհետև երբ որ մենք մշակույթ ենք ասում, մենք միշտ նկատի ունենք, որ դա որևէ լավ բան ստեղծելու մասին, այսինքն մշակույթը մարդու կողմից շրջակա միջավայրի վրա լավ ազդեցություն է, իսկ մենք այստեղ գործ ունենք հակամշակույթի հետ, որտեղ մենք տեսնում ենք դատարանների աշխատակազմում բարեվարքության շատ ստորին ուղղակի շեմ, շատ վատ իրավիճակ եւ այդ դատարանների աշխատակազմերում աշխատող աշխատակիցները այդ գործերի ծանրաբեռնվածության հետ միասին ունեն սոցիալական են երաշխիքները, ունեն բավականին ցածր աշխատավարձ եւ ունեն շատ մեղմ ասած վատ մթնոլորտում աշխատելու փորձ, այսինքն դատավորների կողմից անընդհատ թիրախավորումը, նրանց մասնագիտական որակների նկատմամբ անընդհատ անձնական վիրավորանքների դաշտում աշխատելը, իրենց արձակուրդի իրավունքից չօգտվելը, աշխատանքի ժամերից ուշ մնալ աշխատելը եւ այլն, սրանք բոլորը խնդիրներ են, որոնք տանում են արդարադատության համակարգի այն վիճակին, ինչը որ մենք այսօր ունենք։ Արդյոք ունենք վստահելի եւ անկախ դատարաններ, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ եւ բարեվարք դատավորներ։ Միանշանակ ունենք արդար դատարաններ եւ պրոֆեսիոնալ դատավորներ, որովհետեւ ես նույնիսկ անձամբ ճանաչում եմ շատ դատավորների, որոնք իրապես օրինակ անձամբ իմ սուբյեկտիվ կարծիքով համապատասխանում են դատավորի այդ կերպարին, որը կուզեր տեսնել, հա, քաղաքացին, որովհետև քաղաքացու համար նաև շատ կարևոր է թե ինչպիսի առաջին հերթին մարդ է, հա, տվյալ դատավորները ինչ բարոյական արժեհամակարգային որակներով է օժտված նշված մարդը։ Այստեղ նաև կուզեի մի մեջ բերում անել, որ դատավորների նշանակման եւ նրանից պահանջված այդ ակնկալված հեղինակության բարոյական այդ չափանիշների հետ կապված մի քիչ նաև մենք խնդիր ունենք դատավորների տարիքի հետ կապված, որովհետեւ այն արժեհամակարգը, այն բարոյական նկարագիրն ու հեղինակությունը, որը հասարակությունը նաև պահանջում է դատավորներից, գուցեև այս տարիքային շեմի պայմաններում, 25 տարեկանի պայմաններում ուղղակի մարդը չի հասցնում այդ տարիքում ձևավորել եւ այս պաշարը ուղղակի հավաքել, օրինակ ես անձամբ իմ սուբյեկտիվ կարծիքն է խորհուրդ կտայի, որ այս տարիքային շեմը նաև մի քիչ բարձրացվեց, բայց միանշանակ մենք ունենք այդ հեղինակավոր, բարձր որակական եւ արժեհամակարգային բարձր հատկանիշներով օժտված դատավորները, որովհետեւ այստեղ մենք հենց արդարության եւ արդարադատության ընկալման տեսանկյունից, չէ, մենք ասում ենք ինչպես քաղաքական գործիչների մասով, օրինակ падգամավորների մասով էս պարագայում ակտուալ է այս մեջբերումը եւ դատավորների մասով, ասում ենք, որ բացի օրենքից այս մարդիկ պետք է առաջին հերթին առաջնորդվեն իրենց խղճով եւ համոզմունքներով եւ падգամավորների պարագայում մենք չունենք այդ հրամայական մանդատ հասկացությունը, դատավորների պարագայում մենք ունենք դատական իշխանությունը, որը անկախ է, ենթարկվում է միայն օրենքի եւ այստեղ այդ խիղճը համոզմունքը, չէ, որ օրենքը նշում է օրենքով եւ խղճով համոզմունքով, ինչից պետքա ձևավորվի, չէ, այդ խիղճն ու համոզմունքը դատավորի մոտ, այսինքն դա պետքա ձևավորվի այն մշակույթից, այն բարոյական կողմնորոշումից, այն արժեհամակարգից, որը կրում է նա
նախ եւ առաջ որպես մարդ եւ հետո նոր որպես պրոֆեսիոնալ մասնագետ։ Ուզում եմ ասեմ, մեր ծրագրային դրույթները շատ են նաեւ կարևորում այս բարոյական, գիտելիքահեն եւ արժեքային համակարգը։ Ձեր գնահատականով այսօր Հայաստանում քաղաքացին կարող է իրավունքները պաշտպանել դատարանի միջոցով։ Դատարանի միջոցով իրավունքներ պաշտպանելու հնարավորությունը առկա է եւ օրենսդրական դաշտի առումով, որովհետեւ մենք շատ ոլորտներում ունենք ինչու՞ չէ նաև կատարյալ օրենքներ, կատարյալ օրենսդրություն։ Խնդիրը մեխանիզմների մեջ է։ Օրինակ նաև կա այս առումով իրավախորհրդատվական ծառայությունների հետ կապված բավականին զսպումներ, ինչին մենք նույնիսկ վերջերս ականատես եղանք, երբ որ 2025 թվականի հունվարի 1-ից իրավախորհրդատվական, փաստաբանական ծառայություններ իրականացնող սուբյեկտները նաև բավականին ծանր հանրային բեռի տակ մտան եւ այստեղ այս անվճար իրավաբանական օգնություն իրականացնելու հնարավորությունը մի կողմից նվազեցվեց, մյուս կողմից հանրային պաշտպանի ինստիտուտի վերաբերյալ բարելավումները չիրականացան ու այստեղ մենք ունենք նաև անհամաչափություն, քաղաքացիների կողմից իրանց իրավունքները պաշտպանելու ցանկության եւ պետության կողմից այդ մեխանիզմների ապահովման տեսանկյունից եւ նաեւ հաշվի առնելով նախորդիվ նշածս դատավորների այս ապաքաղաքականացված անկախ սկզբունքները ոչ լիարժեք ունենալու դրույթի հետ նաև այդ համատեքստում նայելով նաև այս հարցին, այսինքն այս անհամաչափությունը դեռևս առկա է, քաղաքացին որքանով էլ ուզի իր իրավունքները առավելագույնս պաշտպանի, շատ պրոցեսուալ մեխանիզմներ նրան կխանգարեն այդ իրավունքները իր ուզած ձևով պաշտպանել եւ իրականացնել։ Արդյոք համարում եք, որ Հայաստանում գոյություն ունի կոռուպցիա։ Շատ լավ հարց է։ Կոռուպցիայի հետ կապված նույնիսկ տեսաբանները, նույնիսկ մասնագետները կարելի է ասել միտումնավոր նաև խուսափում են այս եզրույթի հասկացությունը միանշանակ տալուց, քանի որ կոռուպցիան միայն մեր հասարակության մեջ ընդունված է կոռուպցիա ասելով հասկանալ կոնկրետ, կաշառք տալ, կաշառք վերցնել, բայց կոռուպցիան նորից կանդրադառնամ մշակույթ տերմինին եւ դա հակամշակույթ է կոռուպցիա ասած, այսինքն դա բացի այն, որ գոյություն ունի որոշակի նյութաիրավական գործողությունների մեջ, դա գոյություն ունի մարդկանց վարքագծի, վարքաբանության մեջ, սկսած եւ կոռուպցիա տերմինի օգտագործումը մենք չենք կարող միանշանակ օգտագործել միայն օրինակ պաշտոնյաների հետ կապված հարաբերությունները նայելով, որովհետեւ կոռուպցիոն ռիսկերը բավականին մեծ են ու մեր կյանքի բոլոր ոլորտները կարելի է ասել այսօր ընկղմված են այս կոռուպցիոն ռիսկերով, սկսած նախադպրոցական տարիքից մանկապարտեզներից, որ առաջին հայացքից թվում է, թե այստեղ ինչ կոռուպցիայի մասին ընդհանրապես ասելիք ունենք, բայց այն պահից, երբ որ օրինակ ամենափոքր երեխան մանկապարտեզ գնացող գալիս է տուն ու իր ծնողին ասում է մայրիկ մի հատ ծաղիկ կամ մի հատ կոնֆետ տուր, որ տանեմ ընկեր, չգիտեմ, պայմանական ասած, ընկեր Սիրանուշին տամ, որովհետև այն մյուս երեխան դա բերելու արդյունքում տեսնում է, որ երեխայի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է, արդեն այստեղ մենք գործ ունենք այդ կոռուպցիոն մշակույթի կամ ինչպես նշեցի հակամշակույթի ձևավորման հետ խնդիրները շատ մեծ են հակակոռուպցիոն կրթության ոլորտում արվող քայլերի մեջ եւ ինչ խոսք ամենատեսանելին հենց պետական իշխանության մարմիններում եւ հատկապես արդարադատության համակարգում գոյություն ունեցող ռիսկերի մեջ է եւ անշուշտ մեր երկրում կա կոռուպցիա, որքանով էլ որ ունենք մենք այդ հակակոռուպցիոն մարմինները, որոնք աշխատում են, ունենք նաև ազդարարիր համակարգը, որը վերջերս գործարկվել է եւ բավականին հետաքրքիր արդյունավետություն է ցուցաբերել, այնուամենայնիվ այս կոռուպցիոն ռիսկերը առկա են նաև հակակոռուպցիոն մարմինների շրջանակներում։ Այստեղ կցանկանայի նաև շեշտադրել, որ հակակոռուպցիոն մարմիններում մենք դեռևս չենք կարողացել հասնել հենց այդ Ջակարտայի սկզբունքներով ամրագրված, 2012 թվականի նոյեմբերին այդ հակակոռուպցիոն մարմինների
ղեկավարների կողմից ընդունվեցին այդ սկզբունքները, որոնք ամենաթիրախային առումով ուշադրություն էին հրավիրում հակակոռուպցիոն մարմինների ապաքաղաքականացված լինելու դրույթին, իսկ մենք մեր հակակոռուպցիոն մարմինների ղեկավար կազմում ելի ունենք գործադիր իշխանության միջամտություն եւ այս բացարձակ անկախությունը այստեղ չենք կարողանում ապահովել, որպեսզի հակակոռուպցիոն մարմինների մակարդակով գոնե մենք ունենանք այս ապաքաղաքականացվածությունը եւ անկախությունը եւ սրա հետ կապված կան բազմաթիվ լուծումներ մինչև արդեն ղեկավար կազմի ընտրությունը այդ հանձնաժողովների ձևավորման կազմում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավում, մասնագիտական համայնքների ներգրավում եւ գործադիր իշխանությունից գուցե ուղղորդելով դեպի պարլամենտական իշխանություն, խորհրդարանական ուժերի օրինակ 3/5-րդի կողմից այս ղեկավար կազմի ձևավորման անդամներին, պաշտոնների ստանձնմանը միջամտության, այսինքն լուծումները կան, բայց առայժմ մենք չենք կարողանում այդ ապաքաղաքականացվածության ու անկախության հետ կապված այս դրույթը ամբողջովին կազմակերպենք եւ իրականացնենք մեր այս գործիքակազմերում։ Ինչպես է գնահատում հակակոռուպցիոն մարմինների անկախությունը, վստահելիությունը եւ գործունեության արդյունավետությունը։ Նախորդիվ մի փոքր անդրադարձա արդեն եւ վստահության տեսանկյունից սա թերևս ամենակարևոր դրույթն է, որը քաղաքացիների հասարակության առումով ամենապահանջվածն է, այս վստահությունը եւ թափանցիկությունը եւ այստեղ նորից կշեշտեմ, որ հակակոռուպցիոն մարմինների ձևավորման հետ կապված առայժմ ունենք այդ խնդիրը եւ սրա լուծման պարագայում գուցե այդ վստահության շեմը ինչ որ առումով աճի եւ նաեւ հաշվետվողականության առումով, ինչ են տեսնում քաղաքացիները ականատես են լինում օրինակ հակակոռուպցիոն որոշակի գործընթացների, ականջալուր եւ ականատես են լինում աղմկահարույց գործերի սկզբնական փուլում, բայց երբ որ այս գործերը կարճվում են, երբ որ այս գործերի ընթացիկ իրավիճակը շեղվում է, բեկվում է նախնական կետից, դրա մասին արդեն հասարակության իրազեկվածության մակարդակը այն բարձրության չի հասնում եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ այս համակարգում ունենալ թվայնացումը, որ մարդկային գործոնի դերը հնարավորինս իջեցվի ու այստեղ նաև շատ կարևոր է հակակոռուպցիոն գործողություններով զբաղվող սուբյեկտների բաշխվածությունը, տարբեր մարմինների միջև, որը որոշակի դժվարություններ է առաջացնում, այսինքն հակակոռուպցիոն գործերը բաշխված են, օրինակ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հակակոռուպցիոն կոմիտե, ԱԱԾ, պետական եկամուտների կոմիտե եւ այս միջգերատեսչական շատ անգամ դժվարությունները առաջ են բերում եւ պրոցեսուալ առումով եւ վստահության առումով որոշակի խոչընդոտներ, այսինքն չկա այս մարմինների միջև եւ ամբողջ ինֆորմացիայի այդ թափանցիկության եւ արագ տեղաշարժի այդ մեխանիզմները դեռևս չկան մեզ մոտ եւ նաեւ սա մյուս կողմից էլ առաջացնում է, որ այս գործերը ավելի երկար քննվեն, հատկապես օրինակ երբ որ վերաբերվում է ապօրինի գույքի հետ կապված գործերին, այստեղ էլ մենք ունենք շատ երկարաժամկետ տևող վարույթներ, ինչը նաև մյուս կողմից հակակոռուպցիոն մարմինների համար խնդիր է առաջացնում, որովհետև այս մարմիններն էլ վերազինված չեն այն բոլոր ռեսուրսներով, որոնք իրենց անհրաժեշտ կլինեին, օրինակ այս գույքի հետ կապված գործերով վեր հանել բոլոր այն փոխկապակցված անձանց, այսինքն այդ գործիքակազմը դեռ թույլ չի տալիս կամ այդ գույքերը բոլորը իրենց տեսադաշտում պահելու այդ գործիքակազմը դեռևս թերի է մեր հակակոռուպցիոն մարմինների համակարգում, որն է բերում է արդեն վստահության պակասի, թափանցիկության եւ գործունեության արդյունավետության ցածր աստիճանի։
Որն է ձեր քաղաքական ուժի տեսակետը իրավապահ մարմինների աշխատանքի վերաբերյալ։ Իրավապահ մարմինների համակարգը էլի չկրկնվեմ, բայց այնուամենայնիվ այստեղ էլի գործ ունենք ապակաղաքականացված մարմին լինելու հրամայականի հետ։ Այսինքն մեր իրավապահ մարմինները նախկինում, եթե խնդիրը այսպես էր, որ պետք է կաշառք վերցնեին, որ տուն պահեին, այս արատավոր շղթաներ, այսօր մեր իրավապահ մարմինները ավելի շատ մեր առօրյայում առաջնորդվում են ռեպրեսիաներով զբաղվել, որպեսզի տուն պահել, այսինքն մենք տեսնում ենք, որ քաղաքական հայացքների համար ինչպես արդարադատության մարմիններն են, դատավորներն են թիրախավորվում եւ նրանց արդարադատության համակարգից հեռացնելը ոչ թե ավելի շատ պայմանավորված է լինելու նրանց մասնագիտական կարծիք հայտնելու, մասնագիտական որոշումներ իրականացնելու, այլ նրանց քաղաքական դիրքորոշումների հնչեցրած կարծիքի քաղաքական դիրքորոշումներ, որոնք նույնիսկ չեն հնչե, հա, ուղղակի ենթադրյալ գիտեմ, որ քաղաքական այս կամ այն դիրքորոշումը ունի, ավելի շատ պայմանավորված է դրանում, ամենակարևոր խնդիրը հենց այս ապաքաղաքականացված լինելն է այս մարմինների եւ նաեւ նրանց սոցիալական երաշխիքները, ինստիտուցիոնալ երաշխիքները, այստեղ նաեւ հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացումն ու այդ ռեսուրսներով բարենորոգումը եւ նաեւ արդարադատության համակարգում, ինչպես նախորդիվ նշեցի, այս աշխատակազմերի վերազինումը, գործերի քննության հետ կապված ավելի հեշտացված մեխանիզմների սահմանումը, գործերի արխիվացման հետ կապված, այս բոլորը բերում են իրավապահ մարմինների համակարգում եղած խնդիրներին, որոնք պետք է նայել կոմպլեքս համակարգով չկենտրոնանալ միայն, որ օրինակ արդարադատության համակարգում մարմինները ունեն, չգիտեմ, ցածր կամ բարձր վարձատրություն կամ սոցիալական այս երաշխիք կամ ինստիտուցիա, այսինքն սրանք բոլորը խնդիրներ են, որոնք պետք է կոմպլեքս նայել եւ փոխկապակցված լուծումներ առաջարկել, ինչը մենք մեր ծրագրում նաեւ առաջարկում ենք։ Իսկ ինչ խնդիրներ եք տեսնում իրավապահ մարմինների աշխատանքի գործունեության մեջ։ Ինչպես նշեցի, այս դիրքորոշումներն են, որոնք պայմանավորված են հիմնականում քաղաքականացված լինելու դրդապատճառներով եւ հրաման կատարելով եւ այստեղ նորից կուզեի անդրադառնալ, որ մենք շատ հաճախ խոսում ենք պետության մասին, որպես այդ մամլիչ գործունեություն իրականացնող մի սուբյեկտ, որը պետք է ուղղակի կատարի այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսված են օրենքով, չէ՞, մենք մեր սահմանադրության մեջ էլ ամրագրում ենք այս դրույթները, որ պետական պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել բացառապես օրենքով նախատեսված գործողությունները, բայց այստեղ մեզ մոտ միշտ խնդիր առաջանում է, իսկ արդյոք այդ օրենքները իրավական օրենքներ են եւ դրա համար նախ եւ առաջ հենց մեր ծրագիրն էլ իր այս ամբողջ տեսլականի հիմքում դրել է իրավական պետության եւ իրավունքի գերակայության սկզբունք, այսինքն նաեւ օրենքների կատարյալ նույնիսկ օրենքների հետևում կանգնած մարդիկ պետք է առաջնորդվեն իրավունքի գերակայությամբ եւ սա ամենակարևոր հրամայականն է կարծում եմ։ Որքանով են իրավապահ մարմինները այսօր ապահովում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը եւ որոնք են ձեր լուծումները։ Անշուշտ իրավապահ մարմինները քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղված են եւ դա գաղտնիք չէ, բայց կա միշտ մեդալի հակառակ կողմը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այսօր մեր հասարակությունում ինչքան էլ որ իրավապահ մարմինների հատկապես օրինակ տեսնում ենք, չէ, բարեկային ծառայության ամեն օր աճող այս անձնակազմի ամեն օր աճող ծավալը, որը խոսում է, որ մեր երկրում օրինակ իրավախախտումները, կարգազանցությունների շեմը պետք է նվազի, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք նաև այդ մեդալի հակառակ կողմը եւ ականատես ենք լինում, որ մեր հասարակության մեջ հանցագործությունները ունենում են բավականին մեծ աճ։ Մենք տեսնում ենք նույնիսկ եթե այդ աճի վիճակագրական տվյալներով չառաջնորդվենք, մենք գործ ունենք այսօր հետ պատերազմյան տրավմայում ապրող հասարակության հետ, որը անկախ ամեն ինչից իր վրա կրում է հետ պատերազմյան այս տրավման, այսինքն մենք ունենք կոլեկտիվ տրավմայի
իրավիճակ մեր երկրում եւ դրա արդյունքում մենք տեսնում ենք թե ինչքան ագրեսիա, ինչքան լարված իրավիճակ կա նաեւ մեր քաղաքացիների մեջ եւ շատ հետաքրքիր հետազոտություն էի վերջերս նայում Գելափը հիմնվելով 2021-22 թվականին, եթե չեմ սխալվում, կատարվել էր մի վիճակագրություն, հետազոտություն եւ պարզվել էր, որ Հայաստանը աշխարհում գտնվում է հասարակություններից ամենաջղայինների, հենց ջղային, հա, այդ հասկացությունն է օգտագործված, երրորդ տեղում էր գտնվում աֆրիկյան երկու պետություններից Չադից եւ մյուսը կդժվարանամ մտաբերել, այսինքն մեր հասարակության մեջ այսօր այդպիսի լարումը, այս ագրեսիան շատ արմատավորված է եւ դրա հետ կապված մենք չունենք պետք է արդարացիորեն նշել, որ մենք չունենք այդ գործիքակազմը նախ հասարակության այս շերտերի հետ աշխատելու հետ կապված, ուր մնաց կանխարգելելու այս միջոցառումները, որովհետև ինչպես շատ հետաքրքիր ձևով նշում է Բուկովսկին, ասում է ամենալավագույն ատողները սեր քարոզողներն են, հա, այսինքն մենք այսօր մեր հասարակություն ունենք այդ սիրո պատկանելության գնահատված լինելու պահանջմունք մյուս կողմից, բայց դրա հանդեպ գոյություն ունենք այս իրավիճակը, որը ամեն օր մենք ականատես ենք լինում հասարակության անդամների կողմից իրար թիրախավորելու, ատելության խոսք գեներացնելու, պետական մարմինների դեմ ուղված բողոքների, այս հայտարարությունների տեսանկյունից եւ դրան զուգահեռ չունենք այս գործիքակազմը, որ մեր հասարակությանը բերենք այն ներդաշնակության, որը բոլորին ու յուրաքանչյուրին անհրաժեշտ է եւ առաջի հերթին այդ ներդաշնակությունը անհրաժեշտ է հենց պետությանը եւ պետական իշխանության մարմիններին։ Եվ այստեղ նաեւ կուզեի հավելել, որպես ծեր հարցին նաեւ պատասխան, որ մի կողմից մենք խոսում ենք իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ, բարոյական եւ իրավունքի հիման վրա գործելու անհրաժեշտության մասին, բայց մյուս կողմից չենք ապահովում այն գործիքակազմը, որի արդյունքում նրանք այդպեսին կդառնային, հա, օրինակ հենց բարեկային ծառայությունը, որը չի ենթադրում այս մարդկանց համար ոչ աշխատանքային որոշակի փորձ նախորդիվ, ոչ կրթական որոշակի ցենզեր եւ ուղղակի որոշակի վերապատրաստումների արդյունքում մարդիկ հայտնվում են այս կոլեկտիվ տրավմայի մեջ գտնվող հասարակության դեմ հանդիման եւ մենք տեսնում ենք այն իրավիճակը, որը նաեւ արժեզրկում է այս պետական իշխանության մարմինների անունից հանդես եկող իրավապահ մարմինների հեղինակությունը նաև մեր հասարակությունում, որովհետև մի կողմից պետությունը ուզում է որ այս համակարգը գործի, աշխատի, մյուս կողմից իրան չի ապահովում այն ռեսուրսներով, որ օրինակ տարբեր երկրներ, տարբեր մոդելներ են, հա, ворթեգրել, օրինակ Միացյալ Նահանգներում բարեկային ծառայության աշխատակիցների հետ քաղաքացին ընդհանրապես իրավունք չունի որևէ խոսույթի մեջ մտնելու կամ իր իրավունքների վերաբերյալ բան բարձրաձայնելու հետ կապված բոլոր գործերը գնում են դեպի դատարան, հա, եթե համաձայն չի մարդ իր հանդեպ կայացված որոշման հետ։ Իսկ մյուս կողմը, որ այս սուբյեկտները լինեն այնպիսի իրավագիտակցության, այնպիսի պրոֆեսիոնալ բարձր մակարդակի վրա, որ ուղղակի լինեն անխոցելի։ Հիմա որ մենք ոչ այն ենք ապահովել, ոչ այն ենք ապահովել, ու թիրախավորվում են եւ հասարակությունը, եւ պետական իշխանության մարմինը։ Սա ուղղակի մի դեպքն էր, բայց ուզում եմ սրանով նշել, որ այս խնդիրները առկա են բոլոր ոլորտներում եւ իրավապահ մարմինների ամբողջ համակարգում։ Ինչպես է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ներկայիս մակարդակը Հայաստանում։ Շատ խորքային ու լավ հարց է մարդու իրավունքների վիճակը, որովհետև մարդու իրավունքների վիճակը առաջին հերթին սկսվում է մարդ հասկացությունից եւ մեր սահմանադրությունը բարեբախտաբար նաեւ արժևորելով մարդուն սահմանադրական կարգի հիմունքներում է բերել մարդու արժանապատվության հենց հարցը, հա, այսինքն մեր պետությունը որոշել է, որ մարդը պետք է լինի պետության կենտրոնում, ինչը որ հանրորեն ընդունված քաղաքակիրթ աշխարհում արդարացված մոտեցում է, մենք դեռևս հին հռոմեական իրավունքից տեսնում ենք, հա, այդ մարդակենտրոն, ավելի ճիշտ քաղաքացիակ կենտրոն դիրքորոշումը ու մինչև այսօր օրինակ
Իտալիայի Հռոմի փողոցներում կհանդիպեք իրենց SPQR այդ հապավումը, որը նշանակում է, որ Սենատը եւ ժողովուրդը գոյություն ունեն միմյանց հետ զուգահեռաբար, ու սա շատ կարևոր դրույթ է, որ նաև քաղաքակիրթ աշխարհի սահմանադրությունները, օրենքները նախատեսում են, որպեսզի մարդակենտրոն լինի պետությունը, որովհետև պետությունը չի սկսվում պաշտոնից, չի սկսվում ականջահաճո որոշակի ելույթից, ականջահաճո ծրագրից, որոնք քաղաքական ուժերը ներկայացնում։ Պետությունը սկսվում է հենց մարդուց։ Այսինքն պետությունը այն գործիքակազմն է, որը կոչված է ապահովելու մարդու պաշտպանվածությունը այն տարածքում, այն կենսական տարածքում, որը նրանք կոչել են պետություն, հա, իր բոլոր հատկանիշներով։ Եվ այստեղ մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է որևէ պետության գործունեության առանցքում։ Հիմա մեր պետության օրենսդրական մակարդակով մենք կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին հաջող փորձ եւ օրենսդրական ամրագրումներ մարդու իրավունքների հետ կապված։ Մենք միացել ենք մարդու իրավունքների վերաբերյալ, կարելի է ասել, բոլոր կոնվենցիային, միջազգային պարտավորություններին, պայմանագրերի, բայց ինչպես է այսօր զգում հայ մարդը, հայ քաղաքացին մեր հասարակությունում, զգում է իրեն արդյոք պաշտպանված դատաիրավական համակարգում, զգում է իրեն պաշտպանված հասարակության մեջ։ Իմ ուսանողներից երիտասարդ տղան մոտեցավ, ասեց, գիտեք Տիկին Մատենյան, ես վախ ունեմ փողոց դուրս գալու հետ կապված։ Այսինքն երիտասարդ տղա, շուտով զինապարտ տղա, հա, որը ապրում է մի հասարակության մեջ, իրեն պաշտպանված չի զգում մեր հասարակության մեջ։ Մենք այստեղ իրավունք ունենք խոսելու մարդու իրավունքների պաշտպանության այս կատարյալ մեխանիզմներից։ Եվ մեր ծրագիրը, մեր քաղաքական ուժի ծրագիրը երկու առումով է դիտարկում մարդու իրավունքների պաշտպանվածությունը՝ ներքին եւ արտաքին, որովհետեւ ներքին առումով ես նոր նշեցի այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, եւ այստեղ շատ կարեւոր է մարդկային արժանապատվության եւ արժեհամակարգի նկատմամբ իրականացվող այս արշավը, այսինքն սիրո, պատկանելիության այս սոուսի ներքո, շղարշի ներքո մարդիկ այսօր շատ թիրախավորվում են իրենց քաղաքական հայացքների համար, թիրախավորվում են նաև, օրինակ, ես չեմ սիրում այդ սեռերի տարբերությանը շատ ուշադրություն դարձնել, բայց թիրախավորվում են կանայք, օրինակ կանանց կողմից, համացանցի մասին ընդհանրապես չեմ ուզում խոսել, որովհետև այստեղ գործ ունենք էլի այն հակամշակույթի հետ, որը օրըստօր է ավելի է մեր հասարակությանը թուլացնում, որովհետև այս ամեն ինչը այսօր մարդկանց համար դառել է կարծես թե սովորական, այն կարմիր գծերը իրար վիրավորելու, իրար թիրախավորելու, որոնք մեզանում միշտ կարմիր գիծ են եղել, հա, մարդկային արժանապատվությունը նսեմացնելու հետ կապված, այսօր կարծես թե նորմալ են դառել եւ դառել են ոչ միայն նորմալ հասարակության այն խավերի համար, որոնք օրինակ ինչ-որ առումով թերուս են կամ, չգիտեմ, կրթություն չունեն կամ նաև դարձել են պաշտոնյաների, պետական պաշտոնատար անձանց համար դատարաններում տիրող խոսույթ, պետական պաշտոնյաներում, պարլամենտում գոյություն ունեցող վիճաբանությունների տիրույթում, այսինքն այս ամեն ինչը մենք որպես ներքին մարտահրավեր դիտարկում ենք մարդու արժանապատվության տեսանկյունից եւ այստեղ շատ կարեւոր ենք համարում հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացումը։ Միջազգային ձևաչափի առումով այստեղ էլի շատ մեծ խնդիր ունենք մարդու իրավունքների հետ կապված, խնդիր ունենք արցախահայերի իրավունքների պաշտպանության հետ կապված եւ այսօր շատ քաղաքական մանիպուլյացիաների օբյեկտ է դառնում մեր հայցերը միջազգային դատարաններում, մարդու իրավունքների եվրոպական դատարան, մարդահատության միջազգային դատարան, դրանք հետ վերցնելու հետ կապված, բացի նրանից, որ սա մեր համար կարմիր գիծ է, հա, մեր քաղաքական ուժի համար սա մեր համար կարմիր գիծ է, այս հայցերի հետ կանչելը զուտ մարդու իրավունքների տեսանկյունից, որովհետև մենք այստեղ խնդիր ունենք բազմաթիվ մարդկանց անձնական եւ գույքային իրավունքների պաշտպանության հետ կապված, որը միջազգային իրավունքի բոլոր ձևաչափերում արդարացվել է եւ մարդու իրավունքների այս մասում մենք ունենք արդեն կայացված որոշումներ, հա, բացի սրանից նաև մենք ունենք նահանջ, հա, եթե մենք հանկարծ մտածենք այս հայցերը հետ վերցնելու մասին, մենք պետականության առումով էլ ունենք նահանջ, որովհետև կստացվի, որ
Մենք մեր քաղաքացիների իրավունքները ստորադասում ենք, մենք մեր քաղաքացիների արժանապատվությունը ստորադասում ենք, իսկ պետությունը ուժեղ է, երբ ունի ինքը ուժեղ, առողջ եւ արժանապատիվ հասարակություն։ Այս առումով եւ արտաքին եւ ներքին մարտահրավերները այո առկա են եւ սրանց հետ կապված մենք մեր ծրագրային դրույթներում ունենք կոնկրետ լուծումներ։ Տիկին Մատիկյան, որոնք են ձեր քաղաքական ուժի անելիքները առաջիկա տարիների ընթացքում ընտրություններում հաղթելու դեպքում։ Ինչպես նախորդիվ նշեցի, այն բոլոր ոլորտները, որոնք նշվեցին, կապված մարդու իրավունքների հետ, արդարադատության համակարգում, կոռուպցիայի կանխարգելման համակարգում, հենց այդ կոնկրետ ինստիտուցիոնալ լուծումներ, որոնք կնպաստեն, որ մեր երկրում քաղաքացին իրեն զգա պաշտպանված իդեմս արդարադատության համակարգի, իդեմս իրավապահ մարմինների, կփորձենք ինչպես նախատեսված է արդեն մեր ծրագրում, հասնել այս մարմինների, որոնք ապահովում են մարդու իրավունքների եւ ազատությունների ապահովումը, ապա քաղաքականացված լինելու, անկախ լինելու, անկողմնակալ եւ անաչառ լինելու դրույթներին այդ լուծումներով, որոնք նախատեսված են մեր ծրագրում, եւ փորձելու ենք նաեւ հատուկ անդրադարձ ունենալ արժե համակարգային առումով կրթության, մշակույթի, անվտանգության, տնտեսության եւ արդարադատության ոլորտների։ Բոլոր բլոկերի հետ կապված մենք ունենք ծրագրային կոնկրետ լուծումներ եւ նաեւ անվտանգային համակարգի առումով մեր քաղաքական ուժը այն եզակի քաղաքական ուժերից է կամ քաղաքական ուժն է, որը նախատեսում է ռազմաարդյունաբերական նաեւ կոմպոնենտը նախատեսել, որովհետեւ երկրի քաղաքացու համար մենք գիտենք, չէ՞, Մասլոուի բուրգում առաջին հորիզոնականում են գտնվում սոցիալական կենցաղային պայմաններ եւ անվտանգության պայմանները ապահովել։ Այսինքն հասարակությանը քաղաքացին պետք է իրան զգա ապահով, արժանապատիվ եւ անվտանգ։ Այսինքն այս բոլոր հարցերի ծածկույթը մենք մեր ծրագրով նախատեսում ենք թվայնացված սպառազինությունների առումով գերհագեցած սպառազինություններ անվտանգային կոմպոնենտը ապահովելու համար եւ ծրագրում նախատեսված է, որ դրա հետ կապված որպես կարճաժամկետ ծրագիր նախատեսվում է որոշակի հանձնաժողովի ստեղծում, որը ամբողջ այս ռեսուրսների ծավալն է հաշվարկելու միջնաժամկետ եւ երկարաժամկետ, այսինքն որպեսզի մեր անվտանգային համակարգը նաեւ լինի համաչափ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար, իսկ դրանից հետո արդեն այնտեղ երկարաժամկետ ծրագրերի մակարդակով էլի բավականին հետաքրքիր լուծումներ են առաջարկում։ Եվ մյուս կոմպոնենտը անվտանգայինից բացի հենց մարդը իր արժանապատվությամբ, ընտանիքը, որը մեր ծրագրի նաև հիմքում է կանգնած որովհետև մենք համարում ենք եւ վերահաստատում ենք այն մոտեցումը, որ ընտանիքը պետության ամենակարևոր կենսական բջիջն է, որը պետք է լինի առողջ, կենսունակ եւ արժանապատիվ։ Սրա համար նաեւ իր այդ բոլոր կոմպոնենտներով կրթության իրավունքը, որպես երեխան չմտածի, որ իր ծնողների գրպանի պարունակությունից է կախված իր կրթությունը, արժանապատիվ կրթություն ունենալու իրավունքը, սոցիալական երաշխիքները, հա, մենք այսօր տեսնում ենք, որ ընտրություններից շատ կարճ ժամանակ անց մեր հասարակությանը տրամադրվում է առողջապահական ապահովագրության ծավալը, նույնիսկ նախագիծ կար, որ 60-ից տարիքի մարդկանց համար նախատեսվում են որոշակի արտոնություններ, օժանդակություն գումար վերցնելու բիզնես սկսելու համար։ Սա ընտրությունների նախորդ ամսում կատարել այսպիսի գործողություններ, նաև խոսում է նրա մասին, որ մեր երկրում այդ թափանցիկությունը, արդարությունը դեռ կայացած չի, ու ինչու՞ չէ, սա հենց ընտրակաշառք է հասարակության անդամների համար, որը մեզ համար կարմիր գիծ է, որովհետև ընտրությունները այն կարևորագույն մենաշնորհն են, ինչու՞ չէ, որ պատկանում է ժողովրդին, չէ՞, ասում ենք ժողովրդին է պատկանում իշխանությունը, ու ինքը այդ իշխանությունը ձևավորում է այդ ընտրությունների միջոցով, ու երբ որ այդ ընտրությունների միջոցով ձևավորվելիք իշխանությունը նա իրականացնում է որոշակի վախի,
գումարի, նյութական հարկադրանքի ներքո դառնում է, որ այս ընտրությունները չեն ծառայում այն կարևորագույն սկզբունքին, ինչի համար դրանք կոչված են։ Այսինքն ընտրությունները կարծես թե վաճառվում են ինչ-որ բանի դիմաց, դա կլինի դիրք, դա կլինի որոշակի իրավիճակ, դա կլինի գումար, կարևոր չէ, ամենակարևորը, որ սա ամենաերևի ծանրագույն հանցագործություններից մեկն է համարվում։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Միասնության թևեր կուսակցության պատգամավորի թեկնածու Աստղիկ Մատինյանը։